Քիվեստի փաթեթը չի հրապարակվել, որովհետև այն Հայաստանի կառավարության տիրապետության ներքո չկա, այս մասին ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քիվեստի փաթեթի հենքն է, ինչ որ տպված է փաթեթում, որը Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է Հայկական ժամանակ թերթին եւ դա հրապարակվել է։ Դա է Քիվեստի գաղափարական հիմքը, ասել է Փաշինյանը։ Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից ճիշտ գտանք, որ եթե ընտրություններին մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլ, այլ լինեն նոր ընտրություններ։ Լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, անդրադառնալով ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքներին։ Նախարարի խոսքով ընտրությունները լինելու են զրոյական մեկնարկային կետից։ Այդ արդյունքներով, եթե կրկին չձևավորվի մեծամասնական ուժը, արդեն նոր կունենանք երկրորդ փուլ, ըստ էության այն կարգավորումներով, ինչպիսիք այսօր կան, ասել է Գալյանը։ Արդիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի լիազորությունները չեն դադարեցվի միայն այն պատճառով, որ նրա որդին Զորական գյուղում Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծեծի ենթարկողներից մեկն է, ասել է Արդարադատության նախարարը։ Գալյանի կարծիքով դրական կարելի է համարել այն, որ ՔԿՀ ծառայողի երեխան կարող է տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ խափանման միջոցը կրելու համար։ Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին կլինեն 3 տրիլիոն 627 միլիարդ դրամ։ Այս մասին ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նշելով, որ փոփոխվել է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Ընթացիկ ծախսերը 2 տրիլիոն 923 միլիարդ դրամ կլինեն, կապիտալ ծախսերը 704 միլիարդ դրամ։ Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 0.9 միլիարդ դրամով ընթացիկ ծախսերի մասով։ Նախարարը նշել է, բյուջեի նախնական նախագծի վերաբերյալ պատգամավորներից ստացել են շուրջ 30 առաջարկ, որոնց մի մասը ընդունվել է։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սխալ է որակել միտքը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդին մերժել է Ուկրաինայի հարցով ամերիկյան ծրագիրը։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, թե հանդիպման ժամանակ որոշ բաներ ընդունվել են, որոշները նշվել անընդունելի եւ ընդգծել, որ դա փոխզիջում գտնելու նորմալ աշխատանքային գործընթաց է։ Նա հավելել է, որ Կրեմլը ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհետևի լռության սկզբունքին եւ կխուսափի մանրամասն մեկնաբանություններ անելուց։ Հունգարիան չի ընդունի Բրյուսելի հրահանգը արգելել Ռուսաստանից նավթի եւ գազի մատակարարումները, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն։ Նա հավելել է, որ Հունգարիան դատական հայց կներկայացնի Եվրամիության դատարան ԵՄ ղեկավարության դեմ, եթե նրանց հաջողվի արգելել Ռուսաստանից նավթի եւ գազի մատակարարումները։